դեպքում սկսենք մարզական մրցումների մեքենայությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը քննարկելուց այն կներկայացնի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համեցեք Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն հարգելի պարոն Գաբրելյան, հարգելի գործընկերներ, շատ կարևոր հարց ենք քննարկում, որը սպորտի ոլորտում նաև կանոնների հաստատման եւ թափանցիկության ու հաշվետվողականության նոր մակարդակի հասնելու մասին է, մասնավորապես այսօր քննարկում ենք մարզական մրցումների մեքենայությունների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման հարցը եւ պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության կողմից կոնվենցիան ստորագրվել է դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 18-ին եւ 26 թվականի փետրվարի վերջի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 44 պետություն եւ մենք նաեւ այս պահին արդեն վավերացման գործընթացն ենք փորձում հասցնել իր դրամաբանական ավարտին ու պետք է ասեմ, որ կոնվենցիան մեզ հնարավորություն է ընձեռում մարզական մրցումների կազմակերպման նոր որակ սահմանել, մասնավորապես կոնվենցիայի համաձայն առանձին ուրեմն կարգավորումներ են նախատեսվում մարզական կազմակերպությունների, մարզական խաղադրույքների օպերատորների, մրցույթների կազմակերպիչների եւ յուրաքանչյուր այլ կազմակերպությունների խրախուսելու մեքենայությունների դեմ պայքարելու համար ընթացակարգեր ու կանոններ սահմանելու, այդ թվում նաեւ ազգային օրենսդրության համապատասխանեցման միջոցով եւ մասնավորապես դրանք ներառում են շահերի բախման կանխարգելում, արգելելով մրցումներում ներգրաված շահառուների խաղադրույքներ կատարելը, ինչպես նաեւ ներքին տեղեկատվության չարաշահումը, խրախուսվում է նաեւ մարզական կազմակերպություններին ընդունել եւ իրականացնել համապատասխան միջոցառումներ, ապահովելու նաեւ մեքենայությունների ռիսկի ենթակա մրցումների արդյունավետ մոնիտորինգ, կասկածելի գործունեության անհապաղ զեկուցում համապատասխան մարմինների, Նաև սահմանված են կոնվենցիայով կարգավորումներ այն անձանց շրջանակի վերաբերյալ, որոնց մասնակցությունը մարզական խաղադրույքներին պետք է սահմանափակվի, ներառում է արգելքներ խաղադրույքների արտադրանքում ներգրավված անձանց խաղադրույքներ կատարելու, մարզական կազմակերպությունների, հովանավորների կամ սեփականատերերի կողմից իրենց դիրքի չարաշահման, ինչպես նաև մրցումների շահագրգիռ կողմերի կամ խաղադրույքների օպերատորների կողմից կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու նկատմամբ։ Քանի որ մեքենայությունները ըստ էության խաթարում են արդար սպորտի էթիկական հիմքերը, կոնվենցիան շատ կարևոր դեր ունի նաև ամրապնդելու ազնիվ եւ արդար սպորտի եւ մրցակցության կանոնները եւ նաև խթանում է համագործակցությունը տարբեր երկրների, պետական մարմինների եւ մասնավոր կազմակերպությունների միջև համատեղ պայքարի արդյունավետության համար։ Պետք է ասեմ, որ կոնվենցիայով հատուկ կարևորություն է տրվում կրթական ծրագրերին եւ հանրության իրազեկմանը, որպեսզի սպորտում չարաշահումները կանխարգելվեն եւ դա նաեւ կարող է ծառայել խթան, ինչպես նշեցի, համապատասխան օրենսդրության ընդունման կամ վերանայման համար պետության մակարդակում ոլորտը կարգավորելու նպատակով։ Եվ սա նաև նոր կառավարման մշակույթ կարող է բերել սպորտի ոլորտում, քանի որ ամբողջությամբ հիմնվում է նաև արդյունավետ մոնիտորինգային մեխանիզմի տվյալների վերահսկողության, նաև հաշվետվողականության վրա։ Պետք է ասեմ, որ կոնվենցիայով նախատեսվում է նաև համաչափ միջոցների մի ամբողջական համալիր դրամական տույժերից մինչև գործունեության արգելք, կախված նրանից, թե մեքենայությունների ինչ տեսակի մասին ենք խոսում, եւ կոնվենցիայով ձևավորվում է հսկիչ հանձնաժողով, որը նաև ամեն տարի երկրից զեկույց է ստանում երկրում տիրող իրավիճակի եւ արձանագրված հարցերի վերաբերյալ։ Պետք է ասեմ, որ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ մեր երկիրը վարում է շատ ակտիվ քաղաքականություն վերջին տարիներին սպորտային մեծ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ, բոլորովին վերջերս ավարտվեց սպորտային հրաձգության օրինակ Եվրոպայի առաջնությունը եւ առաջիկայում էլ մենք ունենք բազմաթիվ միջոցառումներ պլանավորված, խիստ կարևոր եմ համարում, որ այս կանոնները լինեն մեր երկրի համար գործող կանոններ եւ դրանով իսկ մենք ամրապնդենք նաեւ Հայաստանի Հանրապետության դիրքը սպորտային քարտեզում որպես սպորտի էթիկական բարձր չափանիշներին հետևող եւ այդ չափանիշների համաձայն նաեւ սպորտային մրցաշարեր կազմակերպող երկիր։ Պետք է նշեմ, որ ակնհայտորեն այս կոնվենցիայի վավերացումը կարող է բերել հետագայում մեր որոշ օրենքների վերանայմանը, ինչպես օրինակ խաղային գործունեության մասին օրենքի վերանայումն է եւ մենք պատրաստ ենք նաեւ հետագա աշխատանքին հաշվի առնելով կոնվենցիայի դրույթները։ Թերևս այսքանը, շնորհակալություն։